Ազգային ժողովում հանրությանը հետաքրքրող ինչու չէ նաև որոշ չափով շատերի նահաբեկած կարևորագույն հարցերից մեկի պարզաբանումն են ցանկանում падգամավորները ստանալ արտաքին հետախուզության ծառայության պետից։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել էր, թե եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց։ Եթե նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները Քրիստինե Գրիգորյանի ձևակերպումներից հասկացան, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, եւ ըստ падգամավորների այն ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարությունն էր։ Մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն, որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 20743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիրը եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։ Ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին։ Պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Կմեծանա։ Ասում է, եթե գա Հայաստան դաշինքը կլինի պատերազմ։ Այդ ինչի ջերներով եք ասում։ Միգուցե հետ գնաք նայեք, թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության ժամանակ եւ մինչև 20 թվականը։ Եկել եք արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ անում։ Իդեպ Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ իրենք որպես ծառայություն իրավունք ունեն վերահսկել հեռախոսային հաղորդակցությունները։ Արտաքին հետախուզության ծառայության պետը նախագծերի փաթեթով էր եկել ազգային ժողով եւ առաջարկում էր, որ օրենքով թույլատրելի դարձնեն ծառայության կողմից թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության օպերատիվ հետախուզական միջոցառումը, ինքնուրույն եւ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով կատարել, այսինքն ստացվում է արտաքին հետախուզության ծառայությունն օրենքով հնարավորություն կունենա ԱԱԾ-ից անկախ գատնալսումներ կատարել։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արտգործնախարար Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է դառնա տարածաշրջանային գործընթացների խոչընդոտ փակ սահմանների պայմաններում, քանի որ աշխարհը միշտ այլընտրանքային ուղիներ է գտնում։ Նրա խոսքով խաղաղությունը կարևոր է, սակայն հնարավոր չէ այն կառուցել միակողմանի, անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված լինեն դրանում։ Միրզոյանը նշել է, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում կա առաջընթաց, սակայն դեռ առկա են չլուծված հատկապես հումանիտար խնդիրներ, այդ թվում գերիների հարցը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակում է եւ ունի դրական դինամիկա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն են գրում հողում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին, որոնք նշում են, որ սահմանային անցակետների բացման ժամանակացույց դեռևս չկա։ Թուրքիայից իդեպ հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետի բացման մասին լուրերը։ Ավելի վաղ թուրքական թերթերը գրել են, թե Հայաստանի հետ սահմանային անցակետի բացումը նախատեսված էր այդ օրը։ Թերթը հիշեցրել էր, որ 1918 թվականի հունիսի 4-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Օսմանյան կայսրության եւ Հայաստանի միջև, եւ անցակետի հարմարացումը կարող էր հարմարեցվել այդ ամսաթվին։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումը թուրքական դժգոհությունից հետո Լիտվայի պետական արխիվը հեռացրել է։ Գլխավոր արխիվարիուսի գրասենյակի ղեկավարի խոսքով Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչել են մտահոգություններ, թե արխիվը քաղաքականացնում է թեման, մասնագետների դիտարկման պատճառներից կարող է լինել ցեղասպանության թեմայի վերաբերյալ հայկական կողմի ոչ հետևողական քաղաքականությունը։
Մեր վերջին 30 տարվա ընթացքում հայոց պետությունը նմանատիպ իրավիճակներում հաճախ լռել է, ակտիվ միջամտություն որևէ կերպ չի ապահովել։ Այսպես եթե շարունակվի, Հայաստանում են ձևափոխությունների ենթարկվելու մեր հրատարակչությունները, պետական կայքերում տեղակայված տեղեկատվությունը այսօր արդեն առհասարակ ոչ մի ձայն չեն հանում այդ ուղղությամբ։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ով գտնվում է Բաքվի բանտում, դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով այցելել իրեն եւ իջնորդել իր գործի նյութերը փոխանցելու հարցում։ Նա նշել է, որ դատավարությունը ընթացել է միջազգային եւ ներպետական ընթացակարգերի խախտումներով, իսկ իր վերջին խոսքի մի մասը չի թույլատրվել ամբողջությամբ հնչեցնել։ Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ին արդեն փոխանցվել է դիմում դատական փաստաթղթերի ամբողջական տարբերակը ընտանիքին տրամադրելու խնդրանքով եւ հույս հայտնել, որ նույնը կարվի նաեւ Հայաստանի ՄԻՊ-ի միջնորդությամբ։ Մոսկվայում մայիսի 9 կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետին։ Հայտնելով այս մասին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նաև նշել է, որ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին։ Դեսպանը սակայն հավելել է, թե տեղեկություն չունի, արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ։ Հայաստանի կառավարությունը առայժմ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկություն չի տրամադրել։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են սադրել Հյուսիսում արջին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է անհանգիստ։ Ասում է, Հայաստանի տարածքում դեռևս 4000 ռուս զինվոր կա, այդ թվում ըստ Ֆրանսիայի առաջնորդի ավելի քան 1000 սահմանապահ։ Հետևաբար Եվրոպան պետք է պարտավորվի օգնել երկրին ավելի անկախ կերպով պաշտպանել իր սահմանները։ Արտերկրում ռուսական ռազմաբազան հանելու մասին, քաղաքական օրակարգում այս պայմանության նման հարց չունենք, գործող պայմանագիրը դեռ բավականին տևական ժամանակ գործել է, բայց Փաշինյանի կառավարությունը ինքնին նման հարց իր առջև չի դնում։ Հետո Մակրոնը 6 տարի հետ գնաց փորձելով թարմացնել հայ ազգի ծանր հիշողությունները։ Ադրբեջանի հարձակումը Արցախի Հայաստանի վրա եւ այստեղ Մակրոնը կրկին մեղադրեց Ռուսաստանին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն։ Կարծես բոլորը սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ Հարավային Կովկասը պետք է պահպանվի ինչ-որ մեկի կողմից։ Մակրոնի ձևակերպումն է Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նրա խոսքով Հարավային Կովկասը պետք է չլինի կայսրությունների մրցակցության վայր։ Ըստ փորձագետների եվրոպացի պաշտոնյաները զուտ քաղաքական հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի քաղաքական վեկտորի ուղղությանը եւ տրամադրություններին աջակցելու համար։ Հայաստանը իր քաղաքական ուղղվածությունը վեկտորը չի փոխում, նման հարց օրակարգում գոյություն չունի։ Հայաստանի իշխանությունների խնդրանքով այս տարի կազմակերպել են այստեղ, որովհետև նախընտրական իրավիճակ։ Նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցրել է Մակրոնին. Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահի բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ ընտրական գործընթացին։ Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները, այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Ես ցուցաբերում եմ աջակցություն այն գործընկերոջը, որին վստահում եմ ավելի քան 8 տարի։ Անում եմ այն, ինչ արել եմ Մայա Սանդուին աջակցելով։ Փաշինյանն անդրադարձավ նաև 2023-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ Փաշինյանի համար այդ օրը նոր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվան էր, որտեղ ըստ նրա Էմանուել Մակրոնը հանդես է եկել բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։ Երբ որ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի ոչ մի հույս եւ հենարան եւ չկա մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընթരാճ Թուրքիան եւս մեկ իմիտացիոն քայլ է անում, թե իբր ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք արդեն որոշել ենք, երբ ժամանակը գա, բոլոր մանրամասները քննարկվեն, ամեն ինչ կատարվի, կբացենք սահմանը։ Հայաստանում իրեն ինչպես իր տանը զգացող թուրք բանագնացին լրագրողները հարցրել են. Ինչ նորություն հայ-թուրքական սահմանից։ Բացման շուրջ քննարկումներ եղել են հայկական կողմի հետ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը ազատություն նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի, տեսնելու թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել եւ ստորագրել, նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթացը։ Նախագահ Թրամփը շեշտել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։ Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ, ազատություն նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ էպիկական զայրույթ ռազմական գործողությունն ավարտված է։ Նրա խոսքով նախագահն արդեն տեղեկացրել է կոնգրեսին այս կուդի եզրափակման մասին։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղեկցման ազատություն նախագիծը նույնպես կարճ ժամանակով դադարեցվում է Իրանի հետ համաձայնագրի վերջնականացման հնարավորությունը ստուգելու համար։ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Հեքսեթը։ Աշխարհն այս ուղու կարիքը շատ ավելի ունի, քան մենք իրավիճակն ավելի կայուն ենք դարձնում, որպեսզի առևտուրը վերսկսվի։ Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ աշխարհը պատշաճ պահին քայլ առաջ կկատարի։ Շուտով մենք ձեզ կվերադարձնենք պատասխանատվությունը, ասել է Հեքսեթը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Վաշինգտոն-Մոսկվա հեռախոսակապ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ միջազգային հարցեր։ Մոսկվան զրույցը որակել է կառուցողական, ամերիկյան կողմից դեռ որևէ մեկնաբանություն չկա։ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը երկրում շարունակում է ապրիլի վերջից։ Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարության անվստահություն հայտնելու հայցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները։ Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու։ Եթե խորհրդարանը երկու անգամ մերժի առաջարկված տարբերակները, նախագահը իրավունք կստանա լուծարելու խորհրդարանը եւ նշանակելու արտահերթ ընտրություն։ Թերանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, եւս 26-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել Թերանի արևմուտքում Շահրիյար շրջանում գտնվող Արգավան առևտրի կենտրոնում։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձել են մարել կրակը։ Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են։ Լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը։ Մայիսի 6-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ճանապարհի Արցախ խճուղու կամրջի արևանությամբ կայանված Նիսանում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Այն դուրս բերելու համար Փրկարարծրայցյան Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները կոտրել են մեքենայի ապակին։ Իսկ Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների վարորդը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի գլխավորությամբ։ Մայիսի 5-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են Տեսլան, Ջիփ Wrangler-ը, Nissan Sentra-ն եւ 2 Ford Transit։ Ford Transit-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ Ջիփն էլ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում։ 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աբովյանի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներից մեկի թևն ամպուտացվել է։ Օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի եւ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Մայիսի 5-ին Ծովագյուղ Շորժա Վարդենիս ճանապարհին 47-ամյա Սեյրանը Opel Zafira-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, հետո ուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։